Օհանավան գյուղի Սուրբ Հովհաննավանքում այս կիրակի ևս Արամ քահանան պատարակ մատուցեց։ Ավետարանական հատվածը կրկին ընտրել էր Ղուկաս ավետարանչից։ Եվ երբ գիրքը բացեց, գտավ այնտեղը, ուր գրված է. Տիրոջ հոգին ինձ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ։ Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով վեքյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ ևս մասնակցում էր պատարագին։ Ավելի վաղ նա ֆեյսբուքյան ուղերձ էր հղել նրանց, ովքեր մտածում կամ պատրաստվում էին գնալ Հովհաննավանք, նշելով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր և բարոյական նորոգման օրակարգը նախ եւ առաջ յուրաքանչյուրի հոգևոր եւ բարոյական նորոգման օրակարգը պետք է լինի։ Եվ մեր սրբության սրբոցը Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը Կտրիչ Ներսիսյանից եւ նրա խմբակից ազատելուց առաջ մենք պետք է նախ հոգևոր եւ բարոյական իմաստով արժանի լինենք մեր սրբության սրբոցին Մայր Աթոր Սուրբ Էջմիածնին։ Սա ճանապարհ է մեր սրբության սրբոցը Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը ազատագրելու նրան պղծության ճիրանների մեջ կալանված պահածներից։ Այսօր ևս Հովհաննավանք եկած մարդկանց մի մասը պատարագին հետևում էր եկեղեցուց դուրս բարձրախոսների միջոցով։ Ես ամեն կիրակի տարբեր եկեղեցիներ եմ գնում, այս անգամ էլ որոշեցի ստեղ գալ ի աջակցություն մեր վարչապետի, ի աջակցություն մեր քահանայի։ Առաջ անգամ չի, բոլոր տեղեր գնում եմ, Հովհաննավան, Արտաշատի եկեղեցի, բոլոր տեղը աջակցում եմ։ Պետք է լինի արդարություն, պետք է լինի այս երկիրը նորմալ երկիր, պետք է երկիրը լինի քաղաքակիրթ երկիր այսպես։ Տեր Արամի պատարագին անցել կիրակի ենք եկել եւ լսում եմ իր խոսքը, ինքը իրական ավետարանի խոսք է խոսում։ Որպես քրիստոնյա իր կերպարը, որպես քահանա, ես շատ հավանում եմ։ Ես հավատում եմ, որ այս եկեղեցին կդառնա առաջին այն եկեղեցիներից, որոնք իրական քրիստոնեություն քարոզեն։ Հավատացյալ եմ, հավատում եմ, ասում դրա համար էլ եկել եմ։ Վարչապետին ուղեկցում էին ազգային ժողովի նախագահը, նախարարներ ու պատգամավորներ։ Արման Եղոյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կարգալույծ արված քահանայի մատուցած պատարակը խորհուրդ ունի, նշեց, որ իր համար նախ Տեր Արամի կարգալույծ լինելու փաստը կասկածի տակ է։ Դեռ մի կողմ թողնելով կաթողիկոսի լեգիտիմության հարցը, նորմալ բացատրություն չի տրվել, թե ինչի է այս քահանան կարգալույծ արվել, ինչու։ Ինչ խախտում էր ինքը արել եւ արդյոք այդ խախտման համար, եթե որևէ խախտում արել է, առաջին միջոցը հենց կարգալույծ անելն, այնտեղ կա հազար ու մի այլ նախազգուշացումներ կան, փիլոնազրկում բան չէ։ Իսկ շուրջ 2 ժամ տևած պատարագին մասնակցելու համար մարդիկ եկել էին տարբեր, անգամ հեռավոր մարզերից։ Էմմա Վարդանյան, Ժիրայր Հաբետյան, Կիրակնորյա լուրեր։